Նոյեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 17:35-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 13:35-ին ՀՀՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Գառնի գյուղից 4 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 1.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-ից 2 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում 1-2 բալ ուժգնությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է համարում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀՀ սուվերեն տարածքները վերադարձվեն։ Իհարկե տեսնում։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Շնորհակալ եմ։ Իսկ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծով Պապիկյանը վստահեցնում է, որ չի փորձում օգնել սեփական քաղաքական թիմին 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Բանակը կրճատելու վերաբերյալ պնդումները կապ չունեն իրականության հետ։ Այսօր նախագծի քննարկմանը արժեվում հաստատեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բացատրելով. 1.5 տարի հետո մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ 1.5 տարի հետո զորացվելու են 2 զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչները կրկին գտնվելու են բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Պարզ հաշվարկ է, ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում։ Բանակը չի կրճատվում, կրկնում է նախարարը։ Այդ անդերը թվաբանություն է, բարդ չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականի հոկտեմբերին արձանագրվել է աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ 810,074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին այդ թիվը կազմել է 779,151։ Պապոյանը նշել է, որ այսպիսով մեկ տարում աշխատատեղերը ավելացել են 30,923-ով։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները համարել է Եվրոպայի համար հաջողություն, հաղորդել է Reuters-ը։ Եվրոպային, այդ թվում Հյուսատլանտյան դաշինքին վերաբերող բոլոր հարցերը բացառվել են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ, ասել է Վադեֆուլը։ Նա կրկնել է, որ եվրոպացիների եւ ուկրաինացիների գլխից վեր որևէ համաձայնության չի կարելի հասնել։ ԱՄՆ-ը սպառնում է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, հաղորդել է ամերիկյան ABC պարբերականը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյային։ Նշվում է, որ Վաշինգտոնը կդադարեցնի օգնություն տրամադրել, եթե Կիևը չհամաձայնվի առաջարկվող գործարքին։ Պաշտոնյայի խոսքով ամերիկյան օգնության դադարեցումը ներառում է զենիթային հրթիռների մատակարարումը, հետախուզական տվյալների փոխանակումը եւ զենքի մատակարարման եւ Միացյալ Նահանգների կողմից աջակցության հետ կապված այլ պարտավորություններ։ Եվրոպացի պաշտոնյաներն ու դիվանագետները հրաժարվել են աջակցել Եվրոերիակի, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրին, հաղորդել է Politico-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրամիության ներկայացուցիչները հրաժարվել են աջակցել Եվրոերիակի 28 կետից բաղկացած ծրագրին, քանի որ այն հնացած է։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ ունենալով Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դեռևս քննարկման առարկա է։ Նա ամերիկյան խաղաղության ծրագիրը որակել է որպես կենթանի փաստաթուղթ, որը ամեն օր փոխվում է։ Նա նշել է, որ կան վիճելի հարցեր, մասնավորապես ռուսական ակտիվների եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ խաղաղության բանակցություններում։ Ռուբիոն բացահայտել է, որ այս հարցերը կքննարկվեն եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Ուկրաինան կշարունակի համագործակցել իր գործընկերների հետ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ փոխզիջումների մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդել է Reuters-ը։ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայում պատերազմի համար եւ որ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ որոշումը կարեւոր է։ Նրա խոսքերը մեջբերում է պարբերականը։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան մտադիր են շարունակել աշխատել փաստաթղթի վրա, համաձայնվելով փոփոխել նախկինում առաջարկը, որը շատերը չափազանց բարենպաստ էին համարում Մոսկվայի համար։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը ասել են, որ կիրակի օրը Ժնևում կայացած բանակցություններից հետո նրանք մշակել են խաղաղության համար նուրբ շրջանակ, չնայած նրանք կոնկրետ մանրամասներ չեն տրամադրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Այս մասին այսօր նոյեմբերի 24-ին հայտնել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցելու է այդ նիստին։ Առաջիկա ամիսները կարևոր կլինեն Ուկրաինայի զինված ուժերի համար, այս մասին հայտնել են ամերիկացի զինվորականները, որոնք անցյալ շաբաթ այցելել էին Կիև ռազմաճակատում իրավիճակը գնահատելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչները եզրակացրել են, որ մարտական գոտում իրավիճակը անբարենպաստ է ուկրաինական կողմի համար։ Նրանք կարծում են, որ առաջիկա ամիսները կարևոր կլինեն մեզ համար եւ որ մենք կկորցնենք Դոնեցկի շրջանը 12 ամսվա ընթացքում։ Հրատարակությանը հայտնել է աղբյուրը։ Նա նշել է, որ այս հանդիպման ժամանակ բարձրացվել է ԱՄՆ օգնության դադարեցման հարցը։ Աղբյուրի փոխանցմամբ ամերիկացի զինվորականները զգուշացրել են Կիևին, որ եթե դա տեղի ունենա, Ուկրաինայի զինված ուժերը ավելի արագ կկորցնեն տարածաշրջանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է առաջիկա օրերին հայտարարել կամավոր զինվորական ծառայության ներդրման մասին, հաղորդում է Լա Ֆիգարոն, հղումանելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների, Մակրոնը կարող է հայտարարություն անել հինգշաբթի, նոյեմբերի 27-ին։ G20 գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ նախագիծը վերջին մի քանի ամիսների ընթացքում քննարկվել է համաշխարհային անվտանգության համատեքստում, որը բնութագրվում է անորոշությամբ եւ աճող լարվածությամբ։ Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք լի անորոշությամբ եւ աճող լարվածությամբ, եթե մենք իսկապես ուզում ենք անվտանգ լինել, պետք է զգուշացնենք մյուսների ներխուժման դեմ։ Ֆրանսիան պետք է մնա ուժեղ պետություն, ուժեղ բանակով, բայց նաեւ համատեղ գործողությունների կարողունակությամբ, ասել է Մակրոնը։ Եթե Ուկրաինան մոտ ապագայում Միացյալ Նահանգների հետ համաձայնության գա խաղաղության ծրագրի դրույթների շուրջ, իսկ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ Վաշինգտոնի ներկայացուցիչները կօգտագործեն մտրակի եւ բլիթի սկզբունքը Ռուսաստանին համոզելու համաձայնվել առաջարկին, հաղորդում է RBK Ուկրաինան։ Տեղեկացված աղբյուրները նկարագրել են, թե ինչպիսին կլինի խաղաղության ծրագրի ապագա ուղին, եթե Ուկրաինան մոտ ապագայում կարողանա Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալ վերջնական կետերի շուրջ եւ Միացյալ Նահանգները համաձայնության եվրոպացի գործընկերների հետ այն դրույթների շուրջ, որոնք անմիջականորեն վերաբերում են իրեն, ամերիկացի բանակցողներ այս համաձայնեցված ծրագրով կօգտագործեն նույն մեթոդը մտրակի եւ բլիթի սկզբունքը Ռուսաստանին համոզելու համար։ Ժնևում ԱՄՆ-ի հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունը կարողացել է փոփոխություններ կատարել խաղաղության ծրագրի Կիևի համար անհարմար կետերի մեծ մասում, հաղորդում է RBK Ուկրաինան, հղումանելով աղբյուրներին։ Թերթի տվյալներով պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ ծրագրի դույթների մեծ մասի շուրջ եւ փոփոխություններ կատարել վիճելի կետերից գալի մասում։ Կողմերը համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Զապորոժիայի ատոմակայանի վերահսկողության, բանտարկյալների փոխանակման եւ դատապարտյալների վերադարձի ձևաչափի վերաբերյալ դիրքորոշումների շուրջ։ Առավել հրատապ հարցերը, ինչպես սպասվում է, կքննարկեն նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Դոնալդ Թրամփը հնարավոր հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Միացյալ Նահանգներ, քննարկելու Վաշինգտոնի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեյթ Քելոգը։ Նա ծրագիրն անվանել է լավը։ ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցչի խոսքով փաստաթղթում կան բաներ, որոնք պետք է փոքր ինչ ճշգրտվեն եւ պարզաբանվեն։ Կարծում եմ, երբ Զելենսկին գա Միացյալ Նահանգներ, ինչը նա հավանաբար կանի, չնայած երաշխիք չկա, կա հնարավորություն, որ այս ծրագիրը կհամարեն լավը, ասել է Քելոգը։ Իրանի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին, հաղորդում է Թասնիմը։ Իր ուղերձում Ջահանշահին հայտարարել է, որ բանակը ձգտելու է բարձրացնել արդյունավետությունը եւ հագեցվածությունը ժամանակակից սպառնալիքներին արձագանքելու համար, օգտագործելով առկա փորձը եւ նորագույն տեխնոլոգիաները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը լավ հիմք է աշխատանքի համար, սակայն այն պետք է վերանայվի, հաղորդում է Reuters-ը։ Այն լավ է նրանով, որ առաջարկում է խաղաղություն եւ ճանաչում է ինքնիշխանության եւ անվտանգության երաշխիքների հարցերում կարևոր տարրեր, սակայն դա աշխատանքի հիմքն է, որը պետք է վերանայվի, ինչպես մենք արեցինք անցյալ ամռանը, քանի որ նախ այս ծրագիրը համաձայնեցված չէր եվրոպացիների հետ, ասել է Մակրոնը։ Նրա խոսքով Թրամփի ծրագրում
տրամադրում նշված շատ հարցեր հիմնականում վերաբերում են եվրոպացիներին։ Դրանց թվում են սառեցված ռուսական ակտիվները եւ Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան։ Պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը ընդգծել է, որ որոշ հարցեր չեն կարող պարզապես լինել ամերիկյան առաջարկ եւ պահանջում են ավելի լայն խորհրդակցություններ։ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պատրաստ են օգնել Ուկրաինային կառուցել բարձր տեխնոլոգիական անվտանգության պատ երկրի արևելքում գտնվող շփման գծի երկայնքով, եթե հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, հայտնում է Washington Post-ը, հողումանելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Հրատարակությունը մանրամասներ չի տրամադրում նշելով միայն, որ պատի կառուցման համար կօգտագործվի առաջադեմ տեխնոլոգիա։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հրատարակությանը հայտնել է, որ լրատվամիջոցների հաղորդագրությունների հակառակ Դոնալդ Թրամփի վարչակազմը 100%-ով հանձնառու է Կիևի հետ հետախուզական տվյալներ փոխանակելուն։ Reuters-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Կիևին զենքի աջակցությունը եւ երկրի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, եթե խաղաղության ծրագիրը մերժվի։ Ավելին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հաստատել է, որ կա նման սպառնալիք։ Ըստ արևմտյան լրատվամիջոցներին հասած տեղեկությունների, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ պարտավոր կլինեն ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի եւ այլ տարածքների նկատմամբ, որոնք Ուկրաինան ստիպված կլինի զիջել։ Դրա դիմաց Կիևը կստանա ամերիկյան եւ եվրոպական անվտանգության երաշխիքներ այն տարածքներում, որտեղից դուրս են բերվում ուկրաինական զորքերը, պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի։ 40 տարեկան հասակում մահացել է ճանաչված հայ-ամերիկյան բռնցքամարտիկ Վանես Նորիկի Մարտիրոսյանը։ Մահվան պատճառը եղել է սկվամոզ բջջային քաղցկեղը, որի դեմ մարզիկը պայքարում էր 1 տարի։ Մարտիրոսյանը հայ եւ ամերիկյան բռնցքամարտի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Նա Հայաստանի ութակի չեմպիոն էր, ԱՄՆ Golden Gloves տիտղոսի դափնեկիր, ինչպես նաեւ 2004 թվականի օլիմպիական խաղերի մասնակից։ Մասնագիտական հարթակում նա նվաճել էր NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի Vacant տիտղոսը, WBA International, WBC Silver եւ WBO Intercontinental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին, լեգենդար Գենյադի Գոլովկինի դեմ։ Պարզապես աղոթում եմ Աստծուն, որ բուժի ինձ, աղոթում եմ հրաշքի համար։ Բժիշկներն ասում են, որ սա այնքան հազվագյուտ հիվանդություն է, որ հանդիպում է մարդկանց ընդամենը 1%-ի մոտ։ Գիտեք, եղբայրս մահացավ սրտի կաթվածից 40 տարեկանում։ Մայրս ու հայրս արդեն իրենց տեղն են ամրագրել նրա կողքին։ Նրանց ասացի, որ չեմ ուզում լինել հաջորդը, հայտնել է հայ-ամերիկյան բռնցքամարտիկ Վանես Նորիկի Մարտիրոսյանը։ Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը։ Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից, հայտնել է Միրզոյանը։ Նիկիտա Սիմոնյանը 1973-1974 թվականը գլխավորել է Երևանի Արարատը, որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Նա Արարատում աշխատել է նաեւ 1984-1985 թվականներին։ Մոսկվայի Սպարտակի կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում կրկնակի չեմպիոն։ Ես համատեղ զրույց եմ ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին։ Շատ կարևոր է, որ այժմ գրեթե բոլոր եվրոպական երկրները ուշադիր հետևում են խաղաղության հասնելու գործընթացին եւ պատրաստ են ներգրավել։ Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Ես նրանց տեղեկացրեցի ամերիկյան առաջարկի շուրջ մեր դիվանագիտական աշխատանքի եւ Ժնևում կայացած հանդիպումների մասին։ Մենք հույս ունենք արդյունքի, որը կհարթի իրական եւ երկարատև խաղաղության ճանապարհը։ Մենք նաեւ պատրաստվում ենք կոալիցիա ձևաչափով շփումների։ Աշխատանքը պետք է լինի հնարավորինս առարկայական եւ մենք դա կապահովենք։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր առաջնորդի եւ բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային եւ մեր սկզբունքային դիրքորոշումներին։ Մենք աշխատում ենք ապահովել մեր երկրների միջև լիակատար համակարգում, հայտնել է նախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հույս ունի երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի արդյունքները քննարկել իր մի քանի գործընկերների, հնարավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես արդեն ասել եմ, որ մենք պլանավորում ենք հեռախոսազրույց ունենալ պարոն Վլադիմիր Պուտինի հետ։ Այս զրույցից հետո հուսով եմ, մենք հնարավորություն կունենանք բանակցություններ վարել իմ գործընկերների, հնարավոր է պարոն Թրամփի հետ, ասել է Էրդողանը Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա շաբաթ պետական այցով կմեկնի Ղրղստան, որտեղ ի թիվս այլ միջոցառումների կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշկեկում։ Նախագահի ծրագրերի մասին հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։ Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդի օրակարգում նախատեսված են նաև այլ միջազգային շփումներ եւ հեռախոսազրույցներ։ Պուտինի առաջիկա շաբաթվա ծրագրում ընդգրկված է նաև հանդիպում երիտասարդ գիտնականների 5-րդ կոնգրեսի մասնակիցների հետ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-ից 28-ը։ Քիչ առաջ ուղիղ եթերում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Սպարտակը գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որտեղ բոլոր տեսակի տեսակցություններն ու շփումը իր պաշտպանյալի հետ արգելված է։ Նա 4 անչափահաս երեխա ունի, անգամ երեխաների հետ խոսել, նրանցից տեղեկություն ստանալն է արգելված։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է խուլիգանության մեղադրանքով։ Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի կալանավորման հիմք են հանդիսացել վերջին դատական նիստին դատարանում հնչեցրած արտահայտությունները։ Չեխիայի վարչապետի թեկնածու Անդրեյ Բաբիշի կողմից ձևավորված կառավարությունը պետական բյուջեի միջոցներ չի ուղարկի Ուկրաինային։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է հյուսիսարևելյան Հավիրով քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Մենք անպայման Չեխիայի հանրապետության բյուջեից որևէ միջոց չենք ուղարկի Ուկրաինա, ասել է Բաբիշը։ Կարևոր է, որ այս պատերազմն ավարտվի։ Չեխ քաղաքական գործիչները նրա խոսքով չեն կարող ազդել Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացների վրա։ Մենք ունենք ծրագիր Չեխիայի Հանրապետության քաղաքացիների շահերից ելնելով։ Եվրոպան զբաղվում է Ուկրաինայով, նշել է վարչապետի թեկնածուն։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել Բոլիվարյան Հանրապետության եւ ԱՄՆ-ի ուսանողական շարժումներին միավորվել եւ դեմ լինել Լատինական Ամերիկայում ու Կարիբյան ավազանում պատերազմին։ Ես հանձնարարում եմ Վենեսուելայի ուսանողական խաղաղության ջոկատներին կապ հաստատել ԱՄՆ-ում ուսանողական շարժման եւ ուսանողների հետ եւ ասել նրանց. «Դադարեցեք պատերազմը, այլևս պատերազմ չկա, Վենեսուելան խաղաղություն է ուզում», ասել է Մադուրոն։ Նախագահն առաջարկել է միավորել ամերիկյան համալսարանների ուսանողական շարժումը վենեսուելական ուսանողական շարժման հետ եւ միաձայն ասել. «Ոչ պատերազմին, այո խաղաղությանը»։ Նախագահը շեշտել է Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում պատերազմը կանխելու անհրաժեշտությունը։ Հունգարիան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ներկայացված ծրագիրը համարում է հավաստի առաջարկ, հայտարարել է Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկան։ Մենք շատ ենք աջակցում այս առաջարկին եւ կարծում ենք, որ դա բանակցությունների սեղանին գտնվող միակ հավաստի այլընտրանքն է, ասել է Բոկան։ Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են եւ որ կա մի ծրագիր, որը հաստատում է ամերիկացի առաջնորդը։ Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում ազգային ժողովի պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել են Ստամբուլում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է Ալեփկետեի արհեստական բանականության կենտրոն։ Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմի շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը։ Մասնավորապես նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը եւ այլն։ Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ շուտով բանակցություններ վարելու մտադրության մասին ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում Բոլիվարյան Հանրապետության առաջնորդը նախկինում պատրաստակամություն էր հայտնել բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Ես նրա հետ կխոսեմ ոչ այնքան հեռավոր ապագայում, ասել է Թրամփը։ Չեմ կարող բացահայտել, թե ինչ կասեմ նրան, բայց կասեմ նրան կոնկրետ բան։ Նոյեմբերի 17-ին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով Թրամփը չի բացառել Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության հնարավորությունը։ Հաջորդ օրը ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Բոլիվարյան Հանրապետության ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ եւ ինքը բաց է այդ գաղափարի համար։ Իրանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Մինչ Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով ամեն հարթակից խոսում է մոտալուտ խաղաղության մասին, քարոզում խաղաղության նարատիվներ, Ադրբեջանում մտադրություններն ու տրամադրություններն ամբողջությամբ այլ են։ Ատելություն եւ թշնամություն դեպի հայ ժողովուրդ։ Հայաստանում տարվող խաղաղության քարոզի ֆոնին սոցիալական հարթակներում պարբերաբար տարածվում են կադրեր, որոնք ներկայացնում են Բաքվի իրական պատկերացումները, այսպես կոչված խաղաղության մասին։ Տեսագրությունում դպրոցահասակ երեխաները բեմադրում են բռնություն, ուսուցիչների ներկայությամբ փոքրիկները հայգերի դեր են խաղում, տղայի վրա գոռում են, հրամայում են ծնկի գալ, արտասանել քաղաքական լոզունգներ։ Դպրոցական մի բեմականացում, որը նման է ոչ թե մանկավարժական խաղի, այլ ատելության դասի։ Մինչ Հայաստանում խաղաղության գաղափարը ներկայացվում է որպես զարգացման միակ հնարավոր ուղի, մինչդեռ Բաքվում նույն երեխաներին սկզբից սովորեցնում են, որ հայը վտանգ է թիրախ թշնամի, ում պետք է զրկել կյանքից, իսկ խաղաղությունն անհնար է այնտեղ, որտեղ օրակարգը սկսվում է ոչ թե հանդուրժողականությունից, այլ սպանության բեմադրումից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտում է ադրբեջանական ողջ քարոզչամեքենան հիմնված է հայ ժողովրդի վրա, խոր ատելության վրա։ Ատելությունից զատ չկա այլ նարատիվ։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, որի մասին բազմաթիվ անգամ խոստացել ենք։ Որքան մենք ավելացնում ենք մեր չդիմադրելու եւ շինց ու ոչ արդյունավետ, սամ հիմար քաղաքականությունը, որը իբր միտված է չգեներացնել, այնց ինչ-որ adekvat վերաբերմունք, այդքան Ադրբեջանը շարունակական ավելացնում է հայտյացությունը։ Այստեղ պետք է հասկանալ, որ սա փիլիսոփայական միգուցե հարց է, որովհետև ադրբեջանական ժողովուրդը կառուցված է եւ հիմքում իրանց ազգային կոսույթի, ազգային առաջնահերթությունների դատելությունն է դեպի հայեր։ Ինչի համար են իրենք մանկուց դաստիարակում իրանց երեխաներին հայերին սպանել, հայերին ստորացնել, հայերին նսեմացնել։ Շատ բաց պատճառով, որովհետև իրենք չեն դիտարկում մեզ հայերիս որպես օրինակ հարևան ժողովուրդ, որի հետ կարելի է նորմալ համակեցության ինչ-որ տենց երանգներ գտնել։ Դա անհանդուրժելի, դա բանա անցագործությունը սերունդների դեմ, եթե կուզեք։ Անպայման բան արձագանք պիտի ունենա։ Խաղաղության օրակարգը որդեգրելիս մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու այս ճանապարհը եւ հենց բարդություններն էլ այդ նման դրսևորումներն են։ Անկեղծ ասած տեսանյութը չեմ տեսել, բայց ձեր պատմելով ասեմ, որ սա բնականաբար քննադատելի է, բնականաբար չի բխում մեր խոսակցություններից, ստորագրություններից եւ արտահայտած նպատակներից, որոնք ինչպես տեսնում եք, միջազգային մակարդակում, երկխոսության մակարդակում նույնական են Հայաստանի եւ Ադրբեջանի խոսույթը խաղաղության հետ կապված, կոնֆլիկտը ավարտված լինելու հետ կապված, նմանատիպ հայտարարություններ են կանում։ Այս ամենից հետո հայ հասարակության մեջ առաջ է գալիս հարց՝ ի վերջո խաղաղություն թե միֆ, ինչ արժեք ունի միակողմանի խաղաղությունը, ի վերջո ուր է տանելու աղերսանքի նմանվող խաղաղության քարոզը։ Ահա այս երկու հակադիր իրականություններն են հենց այսօր կանգնած միմյանց դեմ ու չի կարող առաջանալ համատեղ գոյակցություն, եթե դրանք չեն փոխվում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք, մասնավորապես ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ԱՄՆ եւ
ՀՀՍ-ն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ միմյանց գործողությունները փող լրացնելով սույն թվականի նոյեմբերի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենք ճանապարհով իրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբականակ։ Հացավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու ստանալով թմրամիջոցի նշված խմբականակը այն փորձել են տեղափոխել քաղաք Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։ Ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված համապատասխան հաստատող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ ԱՄԷ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց, 4.690 կիլոգրամ մեթամֆետամին եւ 20842 կիլոգրամ մարիխուանա։ Նշված Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 46-ից 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ԱՄԷ-ի եւ ՍՍ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը, նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց տրաֆիկինգի, անչափանցների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցներին ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրաված անձանց բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ իրենց փամփուշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտերով իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների մեթամֆետամին եւ մարիխուանա տեսակի թմրանյութեր, ինչպես նաեւ կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ եւ օգտագործված ներարկիչներ։ Նոյեմբերի 21-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ ճամբարակ թթու ջուր հատվածում հրդեհ է բռնկվել, Սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքների ներգրավել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում, աշխատանքները շարունակվում են, հրդեհը վերահսկելի է։ Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք, հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարվում 243 փրկարարական ծառայող, 6 հրշեջ տեխնիկա եւ 30 օպերատիվ խումբ։ ԱՄՆ 27 սենատորներ Էդ Մարկի եւ Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ եւ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի աջակցությամբ նամակ է հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոին, կոչ անելով Թրամփի վարչակազմին պահանջել Ադրբեջանի կողմից զբաղվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղբանտարկյալների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը, հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Նամակում կոչ է արվում Թրամփի վարչակազմին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, նաև ճնշում գործադրել միջազգային դիտորդական առաքելությունների վրա Բաքվում տեղի ունեցած կեղծ դատավարությանը հետևելու հնարավորություն ստանալու համար։ Եղանակի մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ին 23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս նոյեմբերի 22-ին 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 22-ից 3-ը կլինի 14-ից 16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 7-ից 9 աստիճան տաքություն։